Մարդը իր բնությունով, որ գալիս է ծնվում է, գալի աշխարհ, մեղքի բնությունը կա իր մեջ, աշխարհ եկած մարդը հնազանդ է ոչ թե Աստծուն, այլ հակառակորդին, իր գործերով, իր մտքով, չէ, իր սրտով։ Հիմա մենք Աստված մեզի կանչել է դեպի իր լույսի մեջ, հարց եմ տալի, այդ խավար իշխանը հանգիստ նստում նայում է, թե մենք ինչ ենք անում, ուր ենք գնում, Աստված ուր տարավ մեզ, մենք ինչին հավատացինք, հանգիստ չի նայում։ Սիրելիներ, մենք ունենք պատերազմ, մենք ունենք հոգևոր պատերազմ։ Եփեսացիս 6-րդ գլխի 12 համարում Պողոս առաքյալ ասում է, մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, այլ այս խավար ուժերի դեմ է, հակառակորդի դեմ է։ Եվ գիտեք, եղբայրները շատ անգամ ասած կլինեն, երկրի վրա լինում են պատերազմներ, որոնք ունեն հրադադար, զինադադար, հաշտության պայմանագիր, բայց հոգևոր պատերազմը չունի տես բաներ։ Գիտեք, Հայտնության գրքում գրված է, որ հակառակորդը Սատանան երկնքից վայր ընկավ, չարախոսը, որ գիշեր ցերեկ չարախոսում էր եղբայրների դեմ, գիշեր եւ ցերեկ։ Նրա գործն է պատերազմել հավատացյալների կյանքում։ Հիմա հարց եմ տալի, նա հանգիստ չունի, մենք ունենում ենք, մենք եկել ենք, Աստված մեզի տեղափոխել է իր սքանչելի լույսի մեջ, բայց գիտեք ինչքան ցավալի է, երբ որ հավատացյալը, որ ընտրված է, որ դու հավատացել ես Հիսուս Քրիստոսին, ընտրված ես, նա ընտրել է, որ դու իր սեփական ժողովուրդը լինես, նա ընտրել է, որ դու նրա ազգի ներկայացուցիչը լինես, նրա լույսի մեջ բնակվես, հակառակորդը չգիտեմ ինչ ստերով, գայթակղություններով, չար մտքերով, մեղքերը հիշեցնելով անցյալ, խաբում է հավատացյալին եւ հավատացյալը ընկնում է տարակուսանքի մեջ։ Եվ թող Աստծո ողորմությունը լինի, որ մենք նայենք Տիրոջ կանչմանը։ Նա մեզի կանչել է, սիրելիներ, որ լինենք իրան ժողովուրդ, սուրբ ազգ։